Երվանդ Քոչարի թանգարանը ստեղծվել է 1984 թվականին Մայստրոյի արվեստանոցի տեղում։ Այս կամարների տակ են ստեղծվել հայ և համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցներ համարվող քոչարյան բազմաթիվ ստեղծագործություններ։ 1923-ից 36 թվականներին Փարիզում Քոչարը ստեղծեց արվեստ, որը նրա անունը դասեց ժամանակի մեծերի շարքում։ Քոչարը տարածական նկարչության հիմնադիրն է։ Միայն այս թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել արվեստի այդ հրաշքը։ Եվրոպական արվեստաբանական միտքը նրան համարում էր ժամանակակից արվեստի այն ռահվիրաներից մեկը, որոնք մի քանի տարում վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումներն ու տակնուվրա արեցին աշխարհը։ Մեծ գեղագետի գործերը ներկայացված են աշխարհի տարբեր թանգարաններում, սակայն միայն այստեղ կարելի է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին։ Ցուցադրվում են թիֆլիսյան, փարիզյան, երևանյան շրջանների գեղանկար, գրաֆիկ, քանդակ աշխատանքներ։ Ի թիվս այլ փաստաթղթերի, այստեղ ներկայացված են ավանգարդի մեծերի հետ Քոչարի առնչությունների մասին պատմող հազվագյուտ փաստաթղթեր ու մեծարժեք վավերագրեր։ Թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման ու պրոպագանդման կարևորագույն կենտրոն է։